Добрый день, уважаемые друзья! Сегодня у нас в гостях директор Акопян Арпине, наш бизнес-партнер, который уверенно идет вперед к новым вершинам. Բարև ձեզ. Բարև ձեզ, Աննա ջան. Арпине, не так давно вы восстановили статус директора. Назовите, пожалуйста, 3 основных инструмента, которые помогли вам в этом. Շնորհակալ եմ Աննա ջան հրաշալի հարցի համար։ Կնշեմ կարևոր 3 սկզբունք, հիմնականում ինձ օգնեց ինքնակարգապահությունը, որովհետև երբ մուսատ չի գալիս, երբ տրամադրություն չունես, երբ ժամանակ չկա, օգնում է ինքնակարգապահությունը, այսինքն ամենօրյա ստաբիլ գործողությունները։ Երկրորդը կնշեմ հոգեբանական պատրաստվածությունը, որովհետև շատ կարևոր է ցանկացած բիզնես սկսելիս հոգեպես պատրաստ լինել եւ վերելքների եւ անկումների եւ դրան նորմալ վերաբերվել, ինչպես նաեւ գտնել ելքեր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Երրորդը դա ինքնակրթությունն է։ Լավագույն առաջնորդները ինքնակրթվում են, զարգանում են եւ այդպիսի առաջնորդների թիմում շատ մարդիկ են ցանկանում որ լինեն։ Самый сложный период вы опустились даже ниже 1200 баллов. Что помогло вам не сдаться? Какой совет вы дадите тем, кто опустил руки и не знает, как развивать бизнес? Աննա ջան, երբ սկսեցի համագործակցել Faberlic ընկերությունում, ինձ գրավեց բիզնես մոդելը եւ հատկապես Եվրոպայում թիմ ունենալու գաղափարը։ Ես շատ ոգեշնչված այդ գաղափարով ստեղծեցի հրաշալի թիմ Եվրոպայում, հզոր թիմ եւ պատերազմի պատճառով կորցրեցի այն։ Բայց փորձեցինք գտնել ելքեր այս իրավիճակից դուրս գալու համար, ավելի շատ կենտրոնացանք ընկերության VIP ծրագրի վրա, որովհետև այսօր ընկերության լավագույն արտոնություններից օգտվում են VIP խորհրդատուները։ Եվ աշխատեցինք ամենօրյա գործողություններ կատարեցինք, կառուցողական աշխատանք տարանք եւ ուզում եմ ասել, որ այսօր դեռ գտնվելով տնօրենի կոչումում իմ թիմում կան 24-ից 26 VIP խորհրդատուներ։ Եվ այդ արդյունքին մենք հասել ենք ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Եվ ուզում եմ ասել, այսօր ես շատ ավելի լավ կայուն թիմ ունեմ, քան նախկինում էր։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ նաստավնիկներին Օլիգ Սիմոնյանին եւ Սուրեն Նահապետյանին մշտապես կողքից լինելու համար, նաեւ իմ հզոր թիմին, իմ ընտանիքին եւ շնորհակալ եմ նաեւ ձեզանից, որովհետեւ բազմաթիվ բարձր մակարդակի միջոցառումներ եք կազմակերպում։ Ես ներկայանում եմ թիմով, իսկ դա իմ թիմին վստահություն է ներշնչում։ Շնորհակալ եմ շատ այս աջակցության համար։ Арпине, как относится ваш супруг к сотрудничеству с компанией Faberlic? Աննա ջան, նա շատ լավ է վերաբերում իմ ընտրությանը եւ մշտապես աջակցում է ինձ, որովհետեւ ընտանիքում խաղաղությունը եւ հոգեբանական աջակցությունը շատ կարեւոր է բիզնեսում առաջընթաց ունենալու համար։ Շնորհակալ եմ իմ ամուսնուն իմ կողքին լինելու համար։ Арпине, ваши наставники активно развивают БАДы. Как вы относитесь к данному направлению? Այս ուղղությունն Աննա ջան, ինձ նույնպես հետաքրքրում է։ Առողջությունը այսօր առաջնահերթություն է բոլորի համար։ Եվ քանի որ ընկերությունը առաջարկում է լաբորատոր փորձաքննություն անցած սննդային հավելումներ, ես հպարտորեն եմ աշխատում այս բաժնի ուղղությամբ, որովհետև մարդկանց աջակցություն, օգնություն առաջարկելը ինձ շատ է ոգեշնչում։ Մի կարգախոս ունենք հետաքրքիր, ավելի լավ է կանխարգելել, քան բուժել։ Խորհուրդ եմ տալիս մեզ լսողներին, մեր լսարանին անպայման հետաքրքրված լինել մեր սննդային հավելումներով, որովհետև դրանք մեզ շատ են օգնում մեր կյանքի որակը ավելի լավը դարձնելու համար։ В каком статусе вы видите себя в ближайшем будущем? Աննա ջան, հրաշալի հարց եք տալիս։ Ես ինձ պատկերացնում եմ ոսկյա տնօրենի կոչումով առաջիկայում եւ աշխատանք եմ տանում, ամենօրյա գործողություններ ենք կատարում այդ ուղղությամբ, որպեսզի շատ ու շատ հայուհիներ, շատ մայրիկներ հետաքրքրված լինեն Faberlic-ի բիզնես մոդելով եւ աշխատեն ու վայելեն ազատ գրաֆիկով աշխատանքի բերկրանքը։
Арпине, спасибо вам большое за такое теплое и уютное интервью. Աննա ջան, ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։